Մի զեկույց հրապարակվեց կոռուպցիայի մասին հանրության ընկալման հետ կապված Transparency International-ի եւ այդտեղից պարզվեց, որ ըստ հանրության ընկալման եկեղեցին ամենակոռումպացված կառույցներից մեկն է եւ հնչեց առաջարկ, որ եկեղեցուն հարկման դաշտ բերեն, գույքագրվի իր ողջ ունեցվածքը եւ ըստ այդմ արտոնյալ կարգավիճակից զրկվի եւ հարկեր վճարի։ Ինձ հետաքրքիր է կառավարության տեսակետը, սրա հետ կապված հնարավոր է դա իրականացնել։ Առհասարակ հարցադրումը որևէ կապ չունի այսօրվա օրակարգային հարցերի հետ, բայց որպեսզի այն անպատասխան չմնա, ես ուղղակի կարող եմ ասել, որ այս փուլում ձևավորված է աշխատանքային խումբ, առհասարակ հասկանալու հարկային օրենսդրության կարգավորումները, դրանց կիրառության առանձնահատկությունները եկեղեցու կողմից իրականացվող գործունեության համատեքստում, որովհետև շատ հաճախ իրականացում են տարբեր բարեգործական ծրագրեր, ներկրվում են բեռներ, տարբեր տեսակի եւ խնդիր կա հասկանալու բարեգործական գործունեության շրջանակը, այնուհետ կարգավորումները, եթե կան ընթացակարգային խնդիրներ դրանք հղկել, ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, այդպիսի ինչ-որ կոռուպցիոն երևույթների կամ հարկման դաշտ բերելու այդպիսիք չեն նպատակադրումները բնավ։ Նպատակադրումը հարկման արդար հավասար մոտեցումներ կիրառելն է ու եթե պետք է լինեն նաև արտոնություններ, իսկ այդ արտոնությունները հիմա էլ կան, պարզապես պետք է դրանց շրջանակը հասկանալ, հստակեցնել, որպեսզի չլինեն երկիմաստ մեկնաբանություններ, անորոշություններ, այսինքն խնդիր դրված չէ եկեղեցու համար նախատեսված արտոնությունները իսպառ վերացնելու, ես չգիտեմ որտեղից ձեր այս տեղեկությունը, խնդիրը դրված է եղած կարգավորումները, որոնք միգուցե արդեն որոշակիորեն հնացել են, առհասարակ իմի բերելու, ինչու, որովհետև նաև դրանք շատ հաճախ ցրված են տարբեր օրենքների միջև, իսկ մենք ունենք հարկային օրենսգիր, որպես հարկային հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական ակտ, եւ խնդիրը պարզապես այդ տարբեր օրենքներում եղած հասկացությունները, ձևակերպումները հստակեցնելը եւ մեկտեղելն է։ Այսինքն թափանցիկ դարձնել, գործընթացը ճիշտ եմ հասկանում, այդ աշխատանքային խումբը։ Ես նորից եմ կրկնում, այստեղ ոչ թափանցիկության հարց չի քննարկվում, այստեղ քննարկվում է կանխատեսելի հարկային միջավայր ունենալու հարց, բոլորի համար նույն կերպ ընկալելի հարկային միջավայր ունենալու հարց եւ պատե առիթից օգտվելով նաեւ արտոնությունների հասցեականության հարց, այսինքն հասկանանք, եթե այդ արտոնությունը կիրառվում է, ով է դրա շահառուն, ինչ արդյունք է դա ապահովում եւ եթե դա հիմնավորված է, փաստարկված է, ապա պետք է լինի, եթե ոչ, ապա պետք է չլինի։ Շնորհակալ եմ։ Երբ է դա նախատեսվում։ Աշխատում ենք։